բանակին չծարայած գերագույն գլխավոր չհրամանատարը բեմից խոսում հայրենիքից, բանակից եւ արժանապատվությունից։ Դուք դրա իրավունքը չունեք, քանի դեռ Բաքվում են գտնվում մեր հայ ռազմագերիները, քանի դեռ օկուպացված են Հայաստանի տարածքները Ջերմուկում, Գեղարքունիքում, Արարատում, Տավուշում, քանի դեռ այս ամենը չի վերականգնվել, դուք անվտանգությունից, խաղաղությունից խոսալու իրավունք չունեք։ Եվ այս ամենը կարող է վերականգնվել միայն այն ժամանակ, երբ պարտված 3 պատերազմ բերած ղեկավարը հեռանա։ Սիրելի ժողովուրդ, գալիք ընտրությունները պարզապես ընտրություններ չեն։ Շատ եք լսել նման խոսույթ, բայց սա իրապես այդպես է, որովհետև սա ընտրություն է 300,000 ադրբեջանցի բերողի և 300,000 աշխատատեղ ստեղծողի միջև։ Իմիջայլոց, ես հիմա գալիս եմ հանրային հեռուստատեսությունից, որտեղ որ տեղի էր ունեցել բանավեճ կամ բանավեճի նման մի երևույթ, որից հետո ՔՊ-ական ներկայացուցիչը հայտարարել է, որ ինքը հաղորդում է տալու հանցագործության մասին իմ վերաբերյալ, որովհետև ես խոսում եմ և խոսելու եմ 300,000 ադրբեջանցիների պլանի մասին, որը որ մենք, դուք միասին ձախողեցնելու ենք, որպեսզի այս իշխանությունները չանեն դա։ Եվ դրա ամենաճիշտ, ամենակարճ ձևը ընտրություններին գնալն է և